Տաշիր քաղաքի Լեփրեցուն հրապարակը միաձայն փոփոխություն է պահանջում։ Տաշիրից էլ սկսվելու է Հայաստանում մեծ փոփոխությունը։ Հարազատ քաղաքի մարդկանց հարազատ բարբառով է դիմում Նարեկ Կարապետյանը։ Մեր կողն, մեր հաստ կողն օգնեց սա Հայաստանին, պաշտպանել է Իջմիածինը։ Մեր հաստ կողն, ձեր հաստ կողն օգնեց սա Հայաստանին ցույց տալ, որ իդոնք կերտան թուրքի տակը պարգին, բայց մենք ուդա մարդ կա, որ չպարգի։ Ուժեղ Հայաստանը պայքարում է, որ մեր երկրում մարդիկ ի վերջո լավ ապրեն, երիտասարդները չարտագաղթեն, քաղաքները չդատարկվեն։ Նարեկ Կարապետյանը տաշիրցիներին վստահեցնում է, գիշեր-ցերեկ են աշխատելու հանուն մեր երկրի ապահով ապագայի։ Մենք պետք է ցույց տանք, որ կա ղեկավար, որ թալան չենը, որ ինքնը բերը, ինքնը գիտա։ Տաշիրն ուժեղ հայաստանցիների տունն է, բայց հունիսի 7-ից հետո մեր երկրում որևէ մեկը տարբերություն չի դնելու, տաշիրցի, արցախցի, թե երևանցի, բոլորն են հավասար ու խաղաղ ապրելու, առանց բաժանումների։ Քանի ես ժողովուրդը կա, հայերի մեջ տարբերություն դնողը, երկար ճամփա չի ունենա, Արցախցուն սպառնացողը, երկար ճամփա չի ունենա, մենք ախպեր ենք ու իրար հետ ենք։ Եթե չեք ուզում 300,000 ադրբեջանցի գա Հայաստան, եթե չեք ուզում ադրբեջանցի հարևաններ ունենաք, բանջարեղեն առնեք ադրբեջանցիկից, ձեր երեխեքի տեղը մանկապարտեզ գնան ադրբեջանցի երեխեքի հետ, կամ այդ երեխեքը գնան, մեր երեխեքին տեղ չլի, մեծ պետք է փոփոխություն, ու այդ փոփոխության համար Զրոյից կառուցել շենացնելու Սամվել Կարապետյանի ձիրքը Տաշիրում բոլորին է ծանոթ, ասում են ուժեղ Հայաստանի առաջնորդին գործով գիտեն, ուրեմն ընտրության հարցում մտածել, երկմտելու հարց չկա։ Դե Սամվել Կարապետյանը արդեն ասել եմ 30 տարի է ամեն ինչ ցույց է տվել, ինքը մենակ համախմբել է ու ստեղծել է։ Այդ մարդը շնորհալի, ինչքան գործ որ Սամվել Կարապետյանը արել է Հայաստանի, Արցախի, ժողովրդի համար, ով արել, աշխարհահռչակ մարդ է, կազմակերպող, աշխատող, դատող, ստեղծող։ Այստեղ մարդիկ վստահ են, Սամվել Կարապետյանը գիտի խաղաղ ու բարեկեցիկ երկիր կառուցելու ճանապարհը, մնում է սպասել ևս մի քանի օր, մինչև կգան սպասված փոփոխությունները։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմատ մեդիա AM կայքում։